խաղաղությունը ձեռ չի տալիս այն կենտրոնին, ով ուզում է բաժանի որ տիրի։ Ով այս տարածքը ուզում է որ միշտ լինի մեծ թե փոքր կոնֆլիկտներ, որպեսզի ինքը որպես փրկիչ հանդես գա եւ ասի որ ես կփրկեմ քեզ։ Այսինքն կոնցեպտը նենց է դրած, որ պետք է անպայման լինի փրկիչ, դու պետք է լինես ոչնչացման ուրեմն սպառնալիքի տակ եւ այլն, այսպես է դրված։ Բայց եկեք նայենք էլի իրական հարևանությանը, ասենք միթե պարզ չի, որ ասենք հարևանությանը խանգարում է երրորդ ուժ։ Երկու հարևաններին խանգարում է երրորդ ուժ։ Հարևանները իրանք ամեն մեկը իր լավ ու վատ, ես հարևանին լավ ու վատ չեմ անում, հա, հարևանա փորձի դիվանագիտական ճանապարհներով եւ այլն կարողանաս այդ հարցերը լուծես։ Բայց երբ որ դու արդեն իսկ հանձնվում ես մեկ ուրիշ պետությանը, նույն ասենք եթե խոսքը գնում է Ռուսաստանին, ասում ես վերջ ես քո տակ եմ պարկում, քո հարցը, նա արդեն իր շահերից ելնելով ինքը իր ձևով, հա, իր ձևով կլուծեց հարցը։ Ոնց 200 տարի այդ հարցերը տես լուծելա, էլի տես կշարունակի լուծել։ Ղարաբաղի հաշվին իր հարցերը լուծեց, հետո Հայաստանի հաշվին էլ իր հարցերը կլուծի, ու ասենք 200 տարի այս պատմությունը կրկնվում է, լավ, մինչև երբ։ Ես չեմ ասում Ռուսաստանի հետ ընդհանրապես ասենք բան չունենաք, հարաբերություն չունենաք, Ռուսաստանի հետ ընդհանրապես դիվանագիտ չէ, բայց այդ բալանսավորված պետք է լինի։ Այնակ նայեք ասենք բանա, չէ, բանավեճ կա, Եվրոմիություն, թե բանը ԵԱՏՄ եւ այլն, չէ, բանավտնտեսական միություն եւ այլն։ Հա, այս բանավեճը կա ու գալու է մի պահ, որ մենք հստակ ընտրություն կատարենք, որտեղ է մեր տեղը։ Ես պարզ ձեզ ասեմ, որ հայրը հայկական ինքնություն է, այսպես ձեզ ասեմ, էլի, եվրոպական քաղաքակրթության հետ է կապված։ Այսինքն այն ժամանակ լա ուր էր Եվրոպան, դու գիտեք, որ Հայաստանում ստրկատիրական համակարգ չի եղել։ Բացարձակ չի եղել, ստրուկ հասկացողություն չի եղել։ Հայաստանը երբ ունեցել է պետություն եւ պետականաշինություն իր բոլոր ավանդույթներով, պարզապես մենք պետք է վերհիշենք մեր ակունքները պետք է հասկանանք, մենք մեզ պետք է հիշենք ով ենք մենք։ Այսինքն, գիտես ինչ, այդ մշակույթը մեր մեջ կա, այո, ի սկզբանե է եղել։ Այսինքն պետք չի մենք հայացքներս հառնենք դեպի Եվրոպա կամ որևէ մի տեղ, այդ կարճեկները մենք արդեն իսկ կրում ենք մեր մեջ։ Ես մի հատ պարզ բան ասեմ, էլի, ցանկացած կուլտուրական որևէ մի բույս, եթե ուզում ես այդ տարածքում աշի, նախ այդ մոլախոտից մաքրես այդ տարածքը։ Հա, ջանք է պետք, ուժ է պետք, այդ տարածքը պետք է մաքրես, որ ստանաս քո ուզած կուլտուրական բույսը։ Հիմա մենք ինչ ենք ուզում։ Մենք մեր տեղը ով պետք է անի։ Մոլախոտը իմիջիալից ասեմ պարապության արդյունք է։ Պարապության արդյունք է, այսինքն պարապ տեղը դատարկ չի մնում, մոլախոտն է դուրս եկել։ Հիմա այդ որ համակարգն է մեզ թույլ տալի, որ մենք կարողանանք եւ հարստացնենք եւ հարստանանք։ Ալանթալանի համակարգը, թե այն համակարգը, որտեղ կա օրենք, օրինականություն, այդ համակարգերը, որտեղ օրենքի դաշտում է այդ ամեն ինչը աշխատում, թե ասենք այն գողական համակարգը, որտեղ գցել, գողանալ հանցագործ ինչ-որ այս տարբերակներով։ Ես հիշում եմ սովետական ժամանակ միշտ թիրախավորում էին, ձեռ էին առնում լավ սովորող երեխեքին, ինչի։ Որտեղ կարող է պետք չէր այդ երեխան, որ մեծանար, մի հատ լուրջ մարդ դառնար, հանկարծ այս պետությունը իրանից վտանգ կզգար։ Չէ, իրանց պետք է ինչ-որ մի հատ ուրիշ բան էլի, որ ավելի ղեկավարվեին, ղեկավարվող ինչ-որ մի հատ տարբերակ լիներ։ Դրա համար թաղային հեղինակություններ կային։ Ժամանակները փոխվում են, պարբերաբար փոխվում են, մարդու հայացքներն են փոխվում, աշխարհայացքա փոխվում, կարծիքա փոխվում, իրավիճակա փոխվում ի վերջո։ Այդ որ դու կոմիտասից խոսում ենք, վեր գաղափարներից խոսում ենք, բա ինչ չեք այն
պրոպագանդում, ինչի պետք է պարտադիր ասենք, այդ կլկլոցների տակ, այդ ինչ որ անհասկանալի կլկլոցների տակ, ինչ որ հայերեն բառերով երաժշտության տակ ուրախանանք, էսա մեր ինքնությունը։ Ես խորը կասկածում եմ։ Արվեստագետ լինելու հենց այդ կոչումը ասեմ, առաքելությունը ասեմ, որ ինքը մաքուր կարողանա ներկայացնել այդ արժեքները։ Անկեղծ մաքուր արժեքներ ներկայացնի, կապված մեր տեսակի հետ, համամարտկային արժեքների հետ, բայց արվեստագետը պետք է այնքան հոգով ուժեղ մարդ լինի, որ կարողանա անկախ ամեն ինչից իր խոսքը ասի, իր ասելիքը ասի, այն ինչ որ կարծա իր հոգուց ու սրտից, այսինքն անկախ նրանից այդ նույնպես պատկերավոր ասեն դրսում անձրևա, քամիա, թե փոթորիկա, քաղաքական իմաստով կլի թե ոնց իրավիճակի բերումով, հա։ Արվեստագետը պետք է կարողանա հավատարիմ մնա այն հոգևոր արժեքներին, այն մաքուր, այն վեհ գաղափարներին, որը որ մարդուն մարդ է դարձնում։ Դե մի նայեք, քանի հոգի պետականամետ մարդ գիտեք։ Առանց այդ նիկոլականի կամ ասենք սերժականի կամ քոչարյանական, չէ, զուտ պետականամետ մարդ, ով ինքը իր համար բացարձակ արժեք է պետությունն ու պետականությունը։ Ահա այս դիրքերն են, որը որ ամրացնում է ժողովրդի ոգեղենությունը, ոգին տեղն է պահում։ Այսինքն պետության գաղափարը, պետականությունը, պետական մտածելակերպը, դա ամենից առաջ է։ Դա սրբության սրբոցն է։ Ասենք նայեք բնությանը գնանք էլի այլ բնության մեջ, ուրեմն կենդանիները երամներով, ողմակներով, չէ, այդ խմբերով են ինչ որ։ Սա մի պարզ բացատրություն է անվտանգության իրանց բաներից ելնելով, բնազդից ելնելով։ Այն լավ գայլը ինչքան էլ ասենք հզոր, հա, գայլը, բայց մեկը այդ էլի մենակ եղավ, ասենք այդ ուրիշ կենդանիներ իրանք շատով կոչնչացնեն։ Ուզում եմ ասեմ, լավ, ես մեր ժողովրդի գլխին էլ ինչ պետք է լինի, որ մենք ի վերջո մի բռունցք դառնանք, հասկանանք մեր անվտանգությունից ելնելով մենք մի բռունցք դառնանք, մի գաղափարի դառնանք։ Զատենք մեր այդ սաղ այդ իզմերը, հա, այդ նիկոլական, չգիտեմ, սերժական եւ այլ, այդ սաղ այդ ամեն ինչը թոթափենք, հասկանանք, որ եթե մենք միասնական չեղանք, պես պետությունը կորցնենք, այդ ենք ուզում։ Ով եմ ես առանցին պետության, ով։ Ուզում ես իմանալ ծառը ինչպիսին է, պտուղից է, ինչ պտուղ է ինքը տալիս, հա։ Շատ բան կարա մեկը Եվրոպայի դրոշակը կպցնի իրան դիրքավորի որպես Եվրոպա մեծ, հա, բայց ինքը իր գործունեությունը գա ինչ-որ մի պահ, որից հետո ինքը արդեն լրիվ ուրիշ դիրք բռնի ժողովրդին, հա, նույն ասենք ռուսական նարատիվներով բան ինչ-որ սկսի ասելը, շատ ենք տեսել տենց երևույթներ, տենց դեպքեր։ Մեզ պետք է որ լինեն հայամետ, մարդիկ լինեն հայամետ, ես մեր զրույցի ընթացքում ասեցի, չէ, որ մենք ինքներս արդեն իսկ այդ արժեքները կրող ենք, եվրոպացիները պարզապես դրանք վերցրել են, սիրուն ձևակերպել են, հա, ձևակերպում են տվել այդ ամեն ինչին, բայց մենք այդ արժեքները ի սկզբանե կրող ժողովուրդ ենք։ Մենք մեր դե պիտի արթնացնենք։ Բա տարիների ընթացքում սովետի այդ սովետական շրջանի այդ շերտը պետքա հլասերնդափոխությունի մաքրվի, վերջը պետք է մաքրվենք, բոլորս ուզում ենք փոփոխություն, բայց ոչ ոք չի ուզում, այդ ամեն մերձ ինքը իր մեջից պետք է սկսի, ուզում ես փոփոխություն, սկսի ինքդ քեզանից, անդադ բողոքես խավարից, ամեն մեկը ձեր համար այդ ձեր գիտության լույսը վառեք, ձեր հոգու ու գիտության լույսը վառեք, որտեղ ձեր գաղափարները լուսավորվի, ձեր գիտակցությունները լուսավորվի, որ լուսավորվի այդ խավար կարենակ ցրեք, այսինքն խավարից բողոքելու փոխարեն մի հատ մոմ վառեք ամեն մեկը։ Նու փոխաբերական իմաստով էլի հասկանում եք, որ դիմացինից պահանջես, լսի դու անդադ մեղադրում ես նրան դավաճանության մեջ, մի հատ թող այդ զբաղմունքը, դու ինքդ մի հատ քեզ հարցու, դու ինչքանով ես հավատարիմ քո սկզբունքներին, քո ընտանիքին, քո գործին, քո չգիտեմ ինչքանով ես հավատարիմ, այն թող այդ հարցի մի հատ ամեն մեկս անկեղծ ու ազնիվ պատասխանեք, ամեն մեկս մեզանից սկսենք։ Հետո
կտեսնեք, որ կամաս այդ ջուրը, պղտոր ջուրը սկսում է արդեն զուլալվել, պարզվել։ Էլ եմ ասում, ոչ մի բան նույնությամբ չի մնում, փոխվում է, ժամանակներ են փոխվում, իրավիճակը փոխվում, մարդկանց կարծիքն է փոխվում, նույնիսկ կարծրատիպեր են կոտրվում։ Ես ավելի բացահայտ առնչվեցի իրականությանը, թե այն ժամանակ մի քիչ ասենց մտածում ենք կարող է, սենցա կարող է, նենցա չէ։ Այս ամեն ինչը ավելի այսպես կերպարները պատրվեցին, այդ միֆերը պատրվեցին, հա, այդ պատրանքները կոտրվեցին, մենք դեմարտեմ ճշմարտության հետ առնչվեցինք ու արդեն ըստ դրա մենք փորձում ենք հասկանանք։ Ցավալի բան ասեմ, այսօր մտավորական, թե հոգևորական այս ուրեմն այդ բառն էլ ինքը արդեն արժեքազրկվել է, որովհետև մտավորականությունից խոսում են մարդիկ, ովքեր վրից սովետի նավթալինի հոտ է գալիս, իրանց պատկերացումներով Բելարուսի հետ ինչ-որ միութենական պետության մասին ինչ-որ տես մարդիկ էլ կան, այսինքն այսօր միանշանակ հոգևորական կամ մտավորական այդ կատեգորիաների մասին խոսելը շատ կդժվար է, որովհետև ինձ համար իրական մտավորական է նա, որ խոսում է ժողովրդի պետության խնդիրներից, դարդու ցավից։ Ոչ թե ասենք ինչ-որ աշխարհաքաղաքական, ինչ-որ տենց, այլ մտածեք, տնտեսություն զարգացրեք, մտածեք ինչ-որ կրթության դեմ, կրթությունից լավ բան չկա։ Ես օրեկան, նույնիսկ ես ինքս անդադ կրթության մասին մտածում եմ, կրթվելու, լեզու սովորելու, մասնագիտության մեջ եւ ընդհանրապես։ Հա, բայց ոնց որ թիրախավորվում է, էլի, sense փորձում են հեգնեն, հա, կրթությունը նորաձև է, բար, այո, կրթությունը դա նորաձև է։ Որտեւ ամեն ինչ փոխվում է, տեն ժամանակի տենդեցի է, չէ՞, բայց կրթությունն էլ ինքն էլ պետք է ինչ-որ ձևերը փոխվի, ավելի, չգիտեմ, ժամանակակից ձևեր պետք է ընդունի այդ կրթությունը, որտեւ ինքը պետք է ապահովի, ուրեմն այն ստանդարտները, որ 21-րդ դարում ենք ապրում։ Ուրեմն ես զարմիկի ստանում էի մանկապարտեզ, այդ մանկապարտեզը ես էլ եմ հաճախել, այդ գորշու, չգիտեմ, արդեն այդ պատերը, ճնշող պատերը եւ այլ, հա, այդ մանկապարտեզը։ Ես այս վերջի տարիներին արդեն տեսնում եմ այդ մեծ, այդ շինարարական, այդ բումը, որ տեսնում եմ, այդ նույն մանկապարտեզը, որտեղ ես էլ եմ հաճախել, իմ զարմիկս էլ է հաճախել, արդեն ինքը մի հատ նոր շունչ է ստացել, ամբողջովին նոր, տրամադրող, հաճելի, նույնիսկ շատ հնարավոր ոչ բոլորի տանն է այդ պայմանները, բայց պետությունը ապահովում է նմանատիպ պայմաններ, որտեղ այդ տրամադրում է այդ պայմանները։ Նույնը դպրոցին է վերաբերվում։ 100 տարվա դպրոցներ էին, այն անհյուրընկալ պատերը սև, բան, այսպես, ինչ-որ անմխիթար վիճակում, ոչ սանհանգույցներ, սանհանգույց, ոչ բան, ահա որ մի հատ վիճակ էր։ Հիմա լավ, այս ամեն ինչը միտված է նրան, որ ստեղծվի մի հատ միջավայր, հաճելի միջավայր, տրամադրող միջավայր, որ դու ուզենաս կրթվես, դա տրամադրում է, հասկանում եք։ Ի վերջո կենսամակարդակը պետք է բարձրանա։ Ամեն լավ բանը պետք է կարողանանք գնահատենք։ Հոգևորականը հոգևորական չի, որովհետև եթե ես որպես մարդ քաղաքացի, շարքային քաղաքացի, ասենք իմ հոգևոր խնդրով գուցե ուզենամ դիմեմ մի հոգևորականի, вообще ընդհանրապես հոգևորի բնույթը ինչն է, որ ինքը կարողանա ճանապարհ ցույց տա առ Աստված։ Այսինքն կոչ անի, որ հոգևորին կոչ անի, հոգևոր արժեքներին կոչ անի, հա, հոգևոր հոր կերպարը սա է, ոչ թե ասենք մեկ էլ տեսնում ես պատարակի ընթացքում ինչ-որ մի հատվածից հետո քարոզ է, չէ՞ գնում, հա, բայց տեսնում ես այդ քարոզը ինձ այդ գոնե պատահել է մի քանի անգամ, որ քարոզը գրել է քաղաքական բնույթ, իսկ հա ինչ, այսինքն ես պետք է ստիպված եմ ասեմ, չհասկացա, ես ինչ քարոզ եք անում, ինչ քարոզ է, քո հոգևոր հոտին դու պետքա սեր ու միություն քարոզես, սիրիր մերձավորիդ,
Վերջը այդ խորհուրդներով, այդ հոգևոր խորհուրդներով պետք է բան անես։ Ինչա նշանակում բանը հոգևորականը զբաղվի, բաց այդ զբաղվի քաղաքական գործունեությամբ, մի հատ էլ հլա կոչ անի հեղաշրջման։ Հոգևորականները պետք է ենթարկվեն պետությանը։ Հակառակ դեպքում սա կլինի երկգլխանի ինչ-որ մի հատ ինչ-որ չգիտեմ ինչ։ Սովետական միությունը ինչ արեց, իրանք բան արեցին, հոգևորական դաշտը վերցրեցին իրենց կոնտրոլի տակ։ Այսինքն այդ մեր կաթողիկոսները բոլորը եղել են ԿԳԲ-ի ուրեմն վերահսկողության տակ։ Հիմա սովետական միություն չկա, բայց իրանք էլի իրանք տերերը հյուսիսում են ու վատենա որ ասենք իրանք այտենց էլ չեն հասկանում պետության Հայաստանի Հանրապետության դերու նշանակությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության գաղափար չունեն, իրանք չգիտեմ հոգևորականի խոսքը դա կարևոր է դա, այսինքն մարդիկ ուզում են լսեն ինչ ուղերձ է ուղարկում հոգևորականը։ Ես ուզում եմ հիշեմ մարտի 1-ին ուր էին այդ հոգևորականները։ Ես ուզում եմ հիշեմ հոկտեմբերի 27-ին ինչու մի հատ ուղերձով կամ բանով չկանգնեցին, չէ՞ որ մի ամբողջ պետության գլուխ այսպես բան եղավ։ Ուր էին իրանք։ Կամ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ դիրքում էին իրանք, որտեղ էին իրանք չէին լսվում։ Այսինքն մենակ հրաժարական պահանջալով, հա։ Ժողովուրդը իմաստուն է, ես վստահում եմ ժողովուրդը իր նոր զգայարաններով շատ լավ գիտակցում է ու թացը չորից տարբերում է։ Ես ուզում եմ, որ նայեք, մի հետարքիր բան եմ նկատում, որ ժողովրդի մեջ այդ էմոցիոնալ վիճակը կամաց փոխվում է դեպի ավելի ուրեմն վերլուծողական դաշտի, սկսում են վերլուծել, absolute այդ էմոցիոնալ այդ վիճակները որ կա, իրանք ոնց որ արդեն սպառել են իրանց։ Ես էլ եմ ասում, այդքան ասել դավաճան, թուրք, դավաճան, հողատուր, լավ, լսեք, դա պարզապես վիրավորանք չի։ Այս երբ որ դու ասում ես դավաճան, դա պարզապես վիրավորանք չի։ Դու պարտավոր ես այդ ամեն ինչը ապացուցես։ Էլ չասեմ, ասենք ամեղության կանխավարկած եւ այլն։ Լավ, ով է դավաճան, ինձ էլ է հետարքիր ով է դավաճանը։ Այդ ես եմ որոշում դավաճանը ով է, ով է որոշում դավաճանը ով է։ Ժողովուրդը սկսում է վերլուծել, հասկանալ, լավ, այս պատերազմը որտեղից եկավ, ոնց եկավ, այս պատերազմը մյուրում չէր որ եկավ։ Չէ՞ որ ասենք տարիներ շարունակ երկիրը ալան-թալանի մեջ էր, մինչդեռ ասենք տեսնում էինք 14 թվին 2014 թվին Բաքուն մի հատ բան արեց, պարատ, հա, շքերթ արեց, բոլորս ապշել ենք, այս ինչ զենք զինամթերքներ ունեն, հետո բանից բարոր ես մենակ 5 միլիարդի զենք Ռուսաստանից է առել, հետո Բելորուսից է առել, հետո Թուրքիայից է առել, հասկանում եք, իսկ մեզ ինչով էին կիրակրում այդ ընթացքում, ինչով էին թմրացնում մեր ժողովրդին, թե մենք տարածաշրջանի ամենահզոր բանակն ենք, դրա լավագույն բանը ուրեմն եղավ 16 թվի քառորյա պատերազմին այդ միֆը կոտրվեց առաջ անգամ իր ժամանակ, 16 թվի քառորյա պատերազմի ժամանակ, այդ նույն պատերազմն եղել մասշտաբներով փոքր, էլի տարածքային կորուստներ, կենթանի ուժի կորուստներ, զինտեխնիկայի կորուստ եւ այլն։ Սերժ Սարգսյանը մի կերպ կանգնացեց, ասաց, տեսեք, ինչ ենք անում, հələ այս հարցը կլուծենք, տեսնենք ոնց ենք լուծելու այս հարցը, ինչ եք պահանջում մի րոպե։ Այդ նույն Սերժ Սարգսյանն էր, որ Անգելա Մերկելի կողքը կանգնած բողոքվում էր, որ մեզ զենք չեն տալիս, մեր ունեցած զենքը 80-ականների բարական մաշված զենքեր են։ Այդ նույն հետո Իսկանդերի մասն էր խոսում։ Մշակութային զենք Իսկանդեր։ Քանի տոկոսով կրակեց։ Հա, հարցեր են, չէ՞։
Այսինքն այդ Իսկանդարի մասին ես չեմ ասում, ռուս պոլիտոլոգներ կան, այս մասնագետներն են, որ իրանք ասեցին, հա, Հայաստանին տվել ենք, բայց ով թույլ կտար դրանք այդ լիարժեք կրակեն այդ զենքը։ Դա ում համար է գաղտնիք։ Ես որպես արվեստագետ, արվեստի մարդ, նախընտրում եմ, նայեք, տարբեր մարդիկ կան, հա, կապ չունի արվեստագետա թե ոչ, մարդիկ կան, որոնք նայում են, տեսնում են եւ լռում են, գերադասում են չխոսեն։ Ես հակառակը, ես տեսնում եմ երևույթը, ես այդ երևույթի մասին խոսում եմ։ Կարծիքս եմ արտահայտում, այդ կարծիքս փորձում եմ հիմնավորեմ փաստերով, հա։ Խոսքս եմ ասում, ես արտահայտվում եմ, իմ վերաբերմունքն եմ ցույց տալիս, այս կամ այն երևույթի շուրջ։ Հիմա հա, թողել փախնել այս երկրից, դա էլ է տարբերակ, բայց այդ դեպքում ուրեմն այս երկիրը քոնը չի, դու քոնը չես համարում այս հողը, այս երկիրը։ Եթե դու նախընտրում ես թողես, փախնես, գնաս ավելի տաք տեղերից, խոսես մեծ բաների մասին, ինչ որ տես Սևրի պայմանագիր, չգիտեմ, այնտեղ ավելի ազատ մարդ է, ոնց է ամեն դեպքում գիտես ինչ, կարծում եմ, որ ամեն մեկս մեր համար պատասխանատվության զգացումով պետք է առաջնորդվենք։ Ցանկացած դեպքում պատասխանատվության զգացումը պետք է չլքի մարդուն, բանական մարդուն, հա, այսինքն հայրենասիրությունը դա գեղեցիկ ինչ որ բառ չի էլի, որով կարող ես զարդարվես, ես հայրենասեր եմ, չէ, դա քո լուր աշխատանքա գործունեությունն է, քո հողի ջրի հետ կապված, քո հարազատ բնորանի հետ կապված, մի բան լինում է ուրախանում ես, մի բան են չի կտխրես։ Հենց այդ եմ ասում, հիմա ասում մեր տեղը ոչ ոք չի անելու, մենք ինքներս պետքա, չգիտեմ, քայլ առ քայլ ինչ-որ բան փոխենք, շտկենք, փոխենք, դա բարձր գիտակցություն է պահանջում։ Ընդհանրապես ժամանակների փոփոխության հետ մեկտեղ ինչ-որ բան հասունանում է, ինչ-որ բան փոխվում է, այդ փոխվելու հետ ինչ-որ բան հասունանում է, ու ես ավելի հակված եմ արդեն հոգեվիճակից, խոսեմ իմ նկարության մեջ, խոսեմ հոգեվիճակի մասին, այդ հոգեվիճակը շատ կարևոր բան է, ինչ հոգեվիճակ է, այդ հոգեվիճակը ինչի մասին է խոսում, հզորության մասին է խոսում, թե տկարության մասին է խոսում, առողջության մասին է խոսում, թե հակառակը, պահը ամենակարևոր հատվածն է մեր կյանքում, շատ դեպքերում չես կարողանում նույնիսկ պլանավորես, հա, սենց անեմ, հետո նենց անեմ, որ սենց լինի, չէ, պահը ինքը կարողանաց որսած պահը եւ կարողանաց ճիշտ կողնորոշվես պահի ժամանակ եւ կարողանաց միշտ լինես այն հոգեվիճակում, այն առողջ ճիշտ հոգեվիճակում, որը քեզ թույլ կտա ավելի պայծառ կարողանաս պայծառ գիտակցությամբ կարողանաս կողնորոշես եւ ճիշտ քայլ անես, որտեվ արդյունքը, վերջին արդյունքը, դա մի քանի ճիշտ քայլերի հետևողական քայլերի գործողության արդյունքը դա։ Եթե որ մենք խոսում ենք արդյունքից, լավ դժգոհում ենք արդյունքից, բայց չեք նայում այդ ինչի հետևանքով եղավ։ Կամ եթե լավ արդյունք է եղել, այդ էլ ինչ որ քայլերի հետևողական քայլերի արդյունք է։ Ես էլ եմ ասում, կարևորը պահը զգալը, շատ ապագայով չտարվել, անցյալով էլ չապրել, հա, պարզապես տրված, օրվա աստծո տրված կյանքը, պահը, ապրես գոհությամբ, կարողանաս շնորհակալ լինես այն ամեն ինչը, որ թեկուզ են շատ բարդ բաներից էլ պետք չի խոսալ, էլի, թեկուզ են, որ կարողանում ես տեսնես, կարողանում ես քայլես, կարողանում ես ինչ-որ մի բան լսես ու հասկանաս, դրանից էլ պետք է շնորհակալ լինի մարդը։ Դա տրված է, չէ, այդ արդեն իսկ քեզ տրված է այդ շնորհք, որտեղ մարդիկ կան դրանից էլ չունեն, բայց երբեք չեն բողոքում։ Ես ինձ համար այն մարդն է շատ արժեքավոր, որ առանց բողոքելու, առանց տրտնջալու, առանց մեծ խոսալու, քայլ առ քայլ ինչ-որ գործ անում, առանց գլուխ գովելու։ Եվ այդ մարդիկ ձեզ պետք է ասեմ, որ իրանք շատ լավ օրինակներ են, որոնք այդ դուսավոր մարդիկ են, որոնք այդ մարդիկ իրանք ոնց որ կարողանում են իրենց հետևից տանեն, վստահություն են ներշնչում։
անդադ ժգոհել, անդադ բողոքելու փոխարեն մի հատ մոն վառի էլի։ Այդ գիտակցության մեջ մի հատ մոն վառի։ Ամեն մեկս մեր համար պետքա մեր տեղը պայքարենք, մեր տեղում լինենք։ Ոչ թե կոշկակարը քիթը խոթի, ասենք բժշկության մեջ, բժիշկն էլ քիթը խոթի, չգիտեմ, էսի ինչի մեջ, հա, ինչ որ մեկն էլ կրազի շոֆերն էլ որոշի, որ ինքը պետք է քաղաքական գործիչ ու դեպուտատ դառնա։ Այդ արդյունքով շատ վատ է լինում, էլի տեսել ենք արդեն։ Հա? Ամեն մեկս լինենք հավատարի մեր առաքելությանը, մենք ինչ ենք ուզում, այդ հարցերը մարդը ինքը իրան դիտա, ինչ ես ուզում դու։ Այս կյանքը քեզ տրված է, դու ես տնօրինում ես կյանքը, ինչ ես ուզում կյանքից հետ։ Ունես նպատակ, թե չէ, թե ասենք թե ես լողում ես էլի անկապ։ Վերջը պետք է նպատակ ունենաս, այդ գնաս այդ նպատակի հետևից հավատաս։ Ոչ ոք հավատքի մասին շատ երկար չի խոսում, էլի, հա, մենք անդադ այդ վախը այնքան շատ է։ Բացում ես TV-ին, լրատվականի 70%-ը բացասական լուրեր են։ Դուրս ես գալիս մարդիկ ինչ-որ բանից անդադ բողոքում են, երկիր չի, ես Անդրեյը խիրը եկավ, այ մարդես ինչ պարտք է բան հասկանում, գտեք թեկուզ մի փոքր բանից գոհություն հայտնեք այդ բանը, գոհացեք այդ ինչ-որ մի բանից, կստացվի։ Ամեն մեկս էլ եմ ասում, դրա բանալին որն է, ասենք, ամեն մեկս մեր տեղում մի բան անենք, լավ բան անենք, կստացվի։ Մեզ բաներ չխոսանք, ինքնություն, բան, ասենց հայապահպանություն, մենք մեր պետությունը որ պահպանենք, ամեն մեկս այդ անկեղծ հավատանք, որ այս մեր պետությունը մերն է, մեր սրբությունն է, ոչ թե մտածենք, կարող է այնպես Ռուսաստանի տակ պարկենք, կարող է եթե ռուսը չլինի թուրքը մեզ կուտա, այսպես հիմար բաների մասին որ քիչ մտածենք, դե ժողովուրդը պետք է կրթվի, որ հասկանա, որ այդ կուտա տվել են, այս ժողովուրդն էլ 200 տարի է ուտում է, հա միջև երբ, դե հերիք եղավ, բոլ եղավ։ Ու գիտեք ինչ կա, երբ որ շրջակա միջավայրը փոխվում է, ավելի ինչ որ բարի կարգ է լինում, հա, անկախ քեզանից դու քեզ լավ ես զգում։ Մարդ ես զգում, էլի, լավ, ես 50 տարի մի թաղամասում եմ ապրել, որ նույնի սովետի լավագույն տարիներին ոչ մի բան չէր արվում, զիբիլանոց էր, էլի։ Հիմա տեսնում ես ճանապարհը ծարգվել է, այնտեղ ասենք այդ մայթը բարեկարգ, ծառ են տնկել, մաքրում են, բան, վերջը հաճելի է այդ միջավայրը քեզ, որ ասում ես ինչ որ կարային անեց, ինչ լավ է, հետո տեսնում ես որ դպրոցս են սարքում, դպրոցն են սարքում, լավ է, հա, տեսնում ես ինչ որ ֆուտբոլի դաշտ են սարքել ես երեխեքը ֆուտբոլ են խաղում, ուրախ, զվարթ, հա, տեսնում եմ հարևանս ինքը ասում է ծառը ես ջրեմ, ոչինչ ուշացել են այդ ջրվորները, ես կջրեմ, այսինքն դրական բան կա եւ դրականը գիտեք որն ամենակարևորը, որ մենք գիտակցենք, որ գիտությունը դա լույս է, տգիտությունը դա խավար է, ուրեմն նա առավելություն ունի մեկ ուրիշի նկատմամբ, ով որ լուսավորված է գիտության լույսով, կրթված է, կրթությամբ զինված է, ինքը գիտելիքով զինված է ու ինքը բանիմաց մարդ է, այդ մարդը ունի առավելություն տգետի նկատմամբ։ Հիմա ամեն մեկս մեր ընտրությունը ունենք, ուզում ենք կրթվենք, 21-րդ դարում ամոթ չի լինենք անգրակետ ու տկարամիտ, բա ինչ է որ ամոթ չի, դա համար մանավանդ հիմա բազում ծրագրեր կան, հնարավորություններ կան, այսա վիզայի ազատականացման, ասենք թեման է շոշափվում, որ հնարավոր է, ավելի մեծ հնարավորություններ է բացվում մարդկանց համար գնան, աշխարհ տեսնեն, ճանաչեն, կրթվեն, ինչ-որ մի լավ բան բերեն այստեղ, վերջը լավ դեպի լավին, էլի, այս ամեն ինչը։ Եվ սա այս տենդենսը ես տեսնում եմ, որ ինքը միտում ունի մեծ թափ հավաքելու, եւ եթե 30 տարի առաջ եմ հետ գնում եմ, որ մարդիկ կայանում են, ինքնակայանում են գողական բարքերով, բան սենց ինչ-որ, հիմա ժամանակը փոխվել է, այդ գողական բարքերը, հանցագործ բաները, նույնիսկ հանցագործը պետք է արդեն կրթվի, որ կարելնա, վերջը, բայց իհարկե կոշ չեմ անում հանցագործությունների, բայց ինչ եմ ուզում ասեմ, կրթությունը դա կարևոր է, որովհետև դու ավելի արժևորում ես, սկսում ես արժևորել ինքդ քեզ,
փեչի կողքը, վատ պայմաններում, մրոտ պատերով, ցուրտ, դու ինչքան էլ խելացի լինես, կիսասոված բան, դու չես կարողանալու այն արդյունք ունենալ։ Ինչ որ ձեզ տրամադրեն բարեկեցիկ լավ պայմաններ, քեզ տրամադրող պայմանները ասեն սովորի էլի, սովորի կարողանաս ինչ-որ մի բանի հասնես։ Պարզ բան էլի, որտեղ ես ինչ ցանում։ Ցանես պարարտ հողի մեջ, հավանականությունը շատ մեծ է, որ հեսա կծլի, բերք կտա, պտուղ կտա եւ այլն։ Ցանես մի տենց քարի ու քրի մեջ, փոշու տատասկի մեջ շատ քիչ հավանականություն կա, որ այդ սերմը պտուղ կտա։ Ընտրությունը մերն է, չէ՞։ Ուզում ենք ավելի որակյալ կրթություն, այդ միջավայրը պետքա լինի բարենպաստ։ Այդ միջավայրը ստեղծողնել ենք մենք, ոչ թե բողոքենք միջավայրից, այ ամեն մեկս լավ մեր մեջը մաքրենք, լավ տրամադրվենք, այդ լավ տրամադրությունով գնանք ու սկսենք փոխելը։ Մենք մեզ փոխենք ու գնանք սկսենք փոխելը։